Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 22։ Եվ լսելով, թե Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. Հիսուս, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Մարկոս 10:47 խոսք։ Բարտիմեոսը լսել էր Տեր Հիսուսի և նրա գործած հրաշքների մասին, և երբ իմացավ, որ նա անցնում է այնտեղով, հույս ունեցավ վերականգնել իր տեսողությունը։ Երբ գալիս ենք Քրիստոսի մոտ օգնություն և բժշկություն ստանալու, հարկն է, որ նրան նայենք որպես խոստացված փրկչի։ Այն ողորմած կոչերը, որոնցով Քրիստոսը հրավիրում է մեզ գալ իր մոտ, զորացնում են մեր հույսը, որ եթե գանք նրա մոտ կստանանք այն, ինչի համար եկել ենք։ Նրանք, ովքեր ցանկանում են գալ Տեր Հիսուսի մոտ, պետք է մի կողմ գցեն իրենց ինքնաբավության հանդերձը և ազատվեն ամեն բեռից ու մեղքից, որոնք ինչպես երկար հանդերձներ ամենահեշտն են խճճում և խանգարում նրանց։ Բարտիմեոսը աղաչեց, որ իր աչքերը բացվեն։ Շատ ցանկալի է կարողանալ վաստակել սեփական ապրուստը, և այնտեղ, որտեղ Աստված մարդկանց օրհնել է վերջույթներով և զգայարաններով, ամոթալի է հիմարության և ծուլության պատճառով ինքդ քեզ իրականում կույր ու կաղ դարձնել։ Նրա աչքերը բացվեցին, քո հավատքը բժշկեց քեզ։ Հավատք առ Քրիստոս, որպես Դավթի որդի, նրա ողորմության և զորության հանդեպ։ Ոչ թե քո կրկնվող խոսքերը, այլ քո հավատքը։ Քրիստոսը քո հավատքը գործի դրեց։ Երանի թե բոլոր մեղավորները հետևեին կույր Բարտիմեոսի օրինակին։ Այնտեղ, որտեղ ավետարանը քարոզվում է կամ ճշմարտության գրված խոսքերը տարածվում են, Տեր Հիսուսն անցնում է այնտեղով։ Եվ սա է նպաստավոր հնարավորությունը։ Բավական չէ Քրիստոսի մոտ գալ հոգևոր բժշկության համար, այլ երբ բժշկվում ենք, պետք է շարունակենք հետևել նրան, որպեսզի պատվենք նրան և նրանից խրատ ու ուսում ստանանք։ Նրանք, ովքեր ունեն այս հոգևոր տեսողությունը, տեսնում են Քրիստոսի գեղեցկությունը և այդ պատճառով էլ վազում են նրա հետևից։